գնահատում ես միշտ այն, ինչ որ կորցնում ես։ Քանի ունես, մտածում ես դա էլ կա։ Ես այնքան տղամարդիկ եմ տեսել, որ ասենք մուրճով, լոմով, չգիտեմ, փայտով, գերանով, ինչով ասես իրանց գլխին խփում են, որ իրանց կանանց թողել են։ Հիմա էլ չեն կարա հետ բերեն, որովհետև չեն գնահատել այն ժամանակ։ Հետո կորցնում է, հիմա չունի, օրը մեջ մի հատ տարօրինակ անձնավորություն գալի ասում է ես քեզ կնիկ կլեմ, տենց է ոչ մեկ կնիկ չի լինում իրան ու հասկանում է ինչա ձեռից բաց թողել։ Ես երբ որ կորցնում ես, սկսում ես գնահատել։ Նույնը երեխաներն է սիրելիս։ Քանի մաման պապանքան չեն գնահատում, հենց մահանում են, նոր հասկանում են ինչ կորցրեցին, բայց արդեն ուշ է։ Նոր հասկանում են, ասում են «Մարդ ոնց մի քիչ երկար ժամանակ չէի անցկացնում իրանց հետ»։ Ախր ինչի չէի նստում կողքը խոս։ Այդքան սպասում էր, աշկերտից զգում էր, եթե խոսակցություն ա ուզում, ինչի չէի նստում այդ երկու բառ խոսայի։ Հա եթե հիմա մտքովդ եկավ կզանգես մամային, պապային երկու բառ խոսած, ով մեզ դիտում է, զանգեք ձեր ծնողներին սիրելիներս։ Զանգեք երկու բառ զրուցեք իրանց հետ։ 2 ռուբլի ուղարկեք, $2 ուղարկեք, թող իրանց լավը զգան։ Հեռախոս ուղարկեք, որ նոր հեռախոսով ձեր հետ խոսան լավը զգան, որ ընկերուների մոտ հանի ասի, «Բալես ա ուղարկե»։ Հանի ստից զանգի։ Հա։ Գնահատեք սիրելիներս։